նվագրեց և կարդաց Արտավազդ Եղոյանը։ Երևան 1995 թվական։ Այո, մեր հյուրն է սիրված հեռուստամեկնաբան, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը։ Բարև ձեզ։ Համեցեք, ուրախ ենք, որ այսօր նստեմ, թե ձեր ձեռքերը համբուրեմ նոր։ Դա իմ պատանեկության և մանկության և հետագա տարիների սիրված գործն է։ Հիմա կարող եմ նստեմ։ Շարունակությունը պակաս ոգևորիչ չէ, շնորհակալ ենք, որ այսօր ժամանակ եք գտել և եկել եք մեր տաղավար, որովհետև այսօր ձեր ծննդյան օրն է, 65 տարեկան է Արտավազդ Եղոյանը, ով կհավատա, հավատա, ես չեմ հավատում։ Շնորհակալ եմ։ Ընդունեք մեր շնորհավորանքները, լավագույն բարեմաղթանքները։ Ես էլ ասում եմ, ինչ են ծննդյանս օրով կանչում։ Պարոն Եղոյան ջան, շնորհավոր ևս մեկ անգամ ձեր ծննդյան օրը։ Շնորհակալ եմ։ Եվ մենք սկսում ենք մեր հարցերը։ Շատ քիչ ենք ձեզ տեսնում հեռուստաեթերում։ Գրեթե միշտ մերժում եք հաղորդումներին հյուր գնալու առաջարկը։ Բայց դա գիտե տնկած լինելու պատճառ չի։ Ես այդպեսին չեմ։ Ես Անտունի հետ Անտուն եմ, նախարարի հետ նախարար, խուլիգանի հետ խուլիգան, այնպես որ բոլորի հետ հարմարվող եմ։ Ուղղակի գոռոզությունը չի, որ գնում եմ։ Մի քիչ առողջական խնդիրներ ունեմ։ Դա է։ Այդ էլ ժամանակավոր։ Քիչ առաջ ես բավական նշեցի եւ մասնագիտություն, եւ աշխատանք, եւ կոչում, բայց պատկերացնել անգամ դժվար է, որ դուք ժամանակին աշխատել եք նաև սարքահաստորտ հեռախոսային հանգույցում։ Հարավային հեռախոսային հանգույցում որպես մանջոր ԱՏՍ-ում, հայերեն։ ԱՏՍ-ն է դա։ Հայերեն ԱՏՍ-ը։ Երբ էր դա, որ թիվն էր։ 1969 թվականին անցա աշխատանքի հարավային հեռախոսային հանգույցում որպես մոնտյոր։ Հետո քիչ-քիչ սկսեցին առաջ քաշել, դարձա ստարշի դիսպեչեր։ Ահա։ Եվ ինչով էիք զբաղված։ Գնում էի տները, հեռախոսներն էի պատրաստում, և թողեք գլուխ գովեմ, և եթե կապավորների շատերը իմ տարեկիցները կլինեն, նրանք գիտեն, որ քաղաքում լավագույն մանտյորն էի ես։ Մենք հավատում ենք, որովհետև մենք նույնիսկ ստուգել ենք դա, և այո, այս բանն ենք հնարավորություն լսելու մի մարդ, ով ձեզ հետ աշխատել է, ով ձեզ իմացել է այդ տարիներին։ Ով։ Որ ասում եմ հարավային հեռախոսային հանգույց, այն ժամանակ դա 42, 44, 46 ԱՏՍ-ներն էր։ Հիմա է արդեն առանձնացել բաները, այդտեղ էինք աշխատում, ինքը որպես բնակիչների սպասարկող էր։ Ինքը երրորդ մասի արտոն էր, ուզում էին բոլորը, որ իր մոտ գան, ինքը գնա այդ սարքերը անի, ստուգումները անի, ամեն ինչ անի։ Դե երրորդ մասում էլ բոլորը որպես արտո գիտեին, բացի այդ ինքը լավ երաժշտական հատկություններ ուներ, լավ երգեր երգում։ Մեր օրինակ քեֆերը հարավային հանգույցը 42 ծնունդ կլներ, ինչ կլներ արտոն էր։ Ու մենակ արտոն ինքը այդ բոլոր ծնունդը անցկացնում էր։ Որ հեռախոսը վերցնում եք մեջը ձեն կա, դրան զումեր են ասում։ Նոր աշխատող էր եկել, գալիս է արտոյի մոտ, բան դե իր նապարնիկ էլի բան օգնական հա երևի։ Գալիս է նոր է եկել, հարց ու փորձ անում արտոն բան Էսյանյան, տալիս է մի վեդրո, ասում է գնա մի քիչ զումեր բեր, վեդրոն առնում, գնում է, տանում է, տալիս է, ասում է արտոն աղերգել, ասում է որ զումեր տանեմ, դե գիտեն արդեն են դեր, ասում է արտոն աղերգել, հա։ Ես էլ ես լեսարենում մարդան, ինչ կար կալու շտով ամարվանալի կլստում այդ վեդրոն, դասվատ արտոյի։ Մեր արտոն բացի աշխատանքից հետո, իհարկե աշխատանք իր տեղն էր, բայց աշխատանքից հետո մեր արտոն դառնում էր հիպի արտո։ Դե այն ժամանակները 70 թվականներին, դե հիպի խումբը որ կար, գիտեն բոլորը, մեր տարիքի մարդիկ ավելի ճիշտ գիտեն, մազերը երկար էին պահում, նույնն էլ մեր արտոն, մազերը երկար էին ու հիմնականում արտոյի իսկական բանը ասում են հիպի արտո, որ մյուսներից տարբերն էր ու ինքը շատ նման էր, թե իր ձենով, թե իր նվագով, բանով, ամեն ինչով նման էր։ Վայևան ջան, շնորհակալ եմ։
Ատեսից գանք Երգիծյանք եւ հումորի թատրոն 1976-79 թվերին դուք այնտեղ աշխատել եք, եղել եք համամիութենական փառատոների դափնեկիր եւ նաեւ ոսկե մեդալ եք ստացել որպես լավագույն դերասան ու երգիչ։ Պարոն Եղոյան, ինչու այդ ամենը շարունակություն չունեցավ։ Նկատի ունեմ մասնագիտական, ասեք թատերական ինստիտուտ, ինչու չդիմեցիք։ Լուսահոգի Ղազար Մանուկի չկար, մեկ էլ Արտաշես Գրիգորիչը։ Նրանք եկել էին մեր ինքնագործ թատրոն, ես 74 թվից եմ եղել այդ թատրոնում։ 4-5 տարի ընդամենը 16 գլխավոր դեր խաղացի, այն էլ փողոցից առանց կրթության, առանց որևէ բանի, ուղղակի այդպես մտա թատրոն։ Արտաշես Գրիգորիչը ասեց, որ տղաս բոլոր կանանց ամուսինն էի խաղում Հորացիոս Գոդիվե։ Հա, իրենք էլ եկել էին դա դիպլոմայինին հաստատելու համար, տեսավ, ասեց տղա արի ստեղ գնացի, ասեց դու պիտի սովորես, ես իմացա, որ դու կրթություն չունես։ Վաղվանից կգաս թղթերդ կբերես ընդունելության բանն է թատրոնում, ասեցի կինս երրորդ երեխայով հղի դահլիճում նստած է, ես ձեր թատրոնով, ձեր կրթությամբ ինչ պիտի վաստակեմ, իսկ ատեստում օրը ահաչին փող է, լավ փող է։ Այսինքն ընտանեկան հանգամանքները խանգարեցին։ Իհարկե։ Հա։ Ես եմ։ Պարոն Եղոյան, հետագայում Էրեբունի եւ Նայիրի վոկալ գործիքային անսամբլ։ Սկզբից Նայիրին էր։ Նայիրի եւ Էրեբունի։ Այդ ժամանակ էլ եք երկար մազերով եւ հիփի հակուս 60 հիփի ունեի այն բմբուլներով սենց վինիտուի ոչ ջապաչի որ կա է դրա շորը գիտեք ինչ թանկարժեր եւ ջինսը առաջին ջինսը այսա առաջին ջինս հագնողներից մեկն էի իսկ սա Կապկաս Թամաշանը Ղարայի դերում եմ թարգմանեցի չափածոն ռուսերեն Չարենցին Թարգմանությունները սկսվել էին։ Ես թարգմանեցի չափածո եւ խաղացի Ղարա եւ ոսկե մեդալ ստացա 160 կոլեկտիվի մեջ, որոնց կազմը 30-ից 40 հոգի էր։ Այդքանի մեջ միայն ինձ տվեցին ոսկե մեդալ։ Այն դեպքում, երբ որ Չարենցը 37 թվից արգելված էր, հատկապես Կապկաս Թամաշան, Փափազյանի նման դերակատարը խաղացել է տապալվել, ոչ թե տապալվել է որ վատ է խաղացել, այլ սովետին։ Գաղափարական հայ Կարլ Խաչվանյանին են տապալել, իսկ ինձ ոսկե մեդալ տվեցին ախմախները։ Դերասանական բնակավարը հասկացանք, երգիչ կարող եք նաև դառնալ եւ երգիչ էլ։ Մինչև թատրոնը ես երգում էի Էրեբունի վոկալ գործիքային անսամբլում Ձախարուտի հետ 69 թվականից 68-69 Արեշի 5 կինոյին, ավանգարդ կինոթատրոնն էր, դա Արեշի 5 կինոյում։ Այ այստեղ ես առաջարկում եմ ընդմիջում, օգնիկ, դիտենք տեսանյութը։ 70-ական թվականներին մենք արդեն խումբ ունեինք Էրեբունի վոկալ գործիքային անսամբլ, հետո խումբը մասնացվեց որոշ մարդկանց հեռանալու պատճառով եւ արտոնք եկան եւ նորը խումբը կազմվեց եւ այդտեղից սկսվեց մեր երգերաշտության ասպարեզը։ Ժողովրդական երգերը մենք վերցնում ենք ու սարքում ենք ավելի մոդեռն ռոք-ն-ռոլի ձևով եւ կատարում ենք դա եւ դարձավ մեզ համար կյանք, դարձավ ապրուստի միջոց։ Հիշում եք այդ ժամանակ Գիբրու շապիկներ կային, դեղին գույնի, կարմիր գույնի, նոր մոդայերը Եվրոպայում սկսել էին հագնել։ Այդ ջինսերով, որը մենք հագնում էինք, երբեմն տղեկ էին, փողոցը կայաց ասում էին, արա փող չունես, արդ քեզ փող տանք, գնա կարգին շալվար հագի, բայց դրանից մի քանի տարի հետո արդեն իրենք սկսեցին այդ ջինսերը փնտրել եւ ինչքան խանութներում վարակույրի մատերիալ կար, վերցնում էին եւ այդ գիպյուրի շապիկներից էին կարել տալիս, որը բոլորովին էլ շապիկի համար չէր նախատեսված այդ գիպյուրը։ Միայն ծաղրը չէ, ինչ կռիվների մեջ, ինչ բաների մեջ էին ընկնում, այլ ասում ես այս ձևի եմ հագնվում, դուք ուրիշ ձևի հագնվեք, ինչ, ձեզ ոչ ոք ճիշտ, բայց ժամանակները տարբեր էին էլի այն ժամանակ։ Հետո ժամանակներ եղան, որ մենք սկսեցինք հարսանիքներ էլ գնալ երկելու կամ նվագելու, իսկ այս հարսանիքները արդեն դարձան մեզ համար ազգային դպրոց, որտեղ հարսանիքներում երգում ենք հայկական երգեր, եւ այդ ժամանակվա այդ իմ պաշարը ես կարողացա օգտագործել իմ ծրագրերի մեջ, որ ձայնագրությունների մեջ, որ իր արդյունքը անպայման տվեց։ Արտոն եւ Աշոտը, որ մեր խմբի բասիստներ, իրենք հիմա իմ վերջին օղակն են իրենք իմ պատանեկության հետ, իմ անցած տարիների, գիտեք ինչ, ոչ հոգս ունեինք, ոչ դարդ ունեինք, մեր ամեն ինչի միան երգերաշտություններ և ապրում էինք լրիվ
լիարժեք պատանեկան կյանքով ինչպես որ մի պատանին կապրի։ Ընկերուհիներ, աղջիկներ, երեկույթներ, բայց միևնույն ժամանակ այդ երաժշտությունը, որ մեզ կապում էր իրար հետ, որ դարձավ մեզ համար շատ կարևոր մեր հետագա անելիքների համար։ Արտոն ջան, շնորհավորում եմ քո 65-ամյակը, դու էլ եկար ինձ հասար, դու իմ վերջի օղակն ես կապող իմ պատանեկության հետ, իմ քաղաքի հետ, իմ ազգի հետ, իմ ժողովրդի հետ, ես ցանկանում եմ ամենայն բարիք, առողջություն ու ամեն անգամ գալուց ուզում եմ քեզ ավելի առողջ տեսնեմ, ավելի ուրախ տեսնեմ քո զավակների, քո թոռների ու քո սիրասին TikTok հետ միասին ես բարի տարեդարձ սիրելի ընկեր։ Լավանատին տալես, այդ երբ էիք հասցրել։ Ամբողջ օրը միասին ենք եղել, ես երբ էիք հասցրել, նկարել, շնորհավոր եմ։ Մի քանի րոպե կարողացել էինք։ Ինձ թվաց, որ իր հաղորդումից էր կտորվել, թվաց, որտեղ ռակուրսը ուրիշ էր հետո։ Ոչ, հատուկ այսօրվա համար էր։ Դե մենք 67 թվականից ընկերներ ենք, արդեն ինքը ասեց ինչպես էր, մենք մի բաժին ինքների երգում, մի բաժին մենք էինք երգում, դե ես երգում էի Գիլանի երգացանկից, Յան Գիլանի, Deep Purple, Uriah Heep, մի խոսքով խենթի պես ապրում էինք խենթ ջահելների պես առանց դարդի մեջներից աշխատողը միայն ես էի։ Դուք ընտանիք ունեիք արդեն։ Այո, ես ընտանիք ունեի արդեն, մամաս զորով ինձ ամուսնացրեց, թե չէ արդեն ուրիշ կողմերն էին գնում, մի խոսքով, ժամանակ լսում էինք ծնողներին 20 տարեկան էի ամուսնացել, 70 թվականին 20 տարեկանում եք ամուսնացել։ 45 տարի եմ։ Դրա համար ինստիտուտ չգնաց։ 45 տարի մի կնոջ հետ եմ ապրում։ Եվ այնպիսի դեմքի արտահայտությամբ եք ասում։ Բողոքում եք։ Չեմ բողոքում։ Չեք բարկանում։ Չէ, շնորհակալ եմ։ Ինքը ինձ լավ ընկեր է եղել, հենասյուն է եղել իմ կյանքում։ Միշտ թիկունք 3 զավակ, այսինքն մի աղջիկ եւ 2 արու զավակ նվիրեց ինձ։ Մի խոսքով վերջինին էլ հազիվ համոզելով Խաչիկի Եղոյան։ Բա ոնց չլիներ։ Այո, իսկ հիմա եւս մի փոքրիկ անակնկալ։ 45 տարվա պատմություն։ Չէ, հա։ 44 երևել է, ամուսնացած ենք իրար հետ, միասին ապրում ենք, ունենք 3 երեխա, երևի մի 10 տարի հետո հասկացա, որ միևնույն է եղել ավեճեր, որ կամ արվեստը, կամ ես, կամ ընտանիքը, բայց զգացել եմ, որ չէի զուրա։ Չուներ ժամանակ, որ ինձ օգներ, որ ունենար չօգներ, այդ ժամանակ կարող էի ես ինչ-որ դժգոհել, բայց քանի որ տեսնում էի ժամանակ գիշերը 4-ին տուն էին գալիս, մոնտաժից եւ այլն եւ նկարանումներից, էլ ոնց ասեի, արի ինձ օգնի։ Չեմ էլ կարող պահանջել ավելին, որտեւ ինքը աշխատանքի մեջ է։ Հասկանում եք, այդ բոլորը հասկանալով լռում ես, հանդուրժում, ապրում ես։ Մեր վեճերը երկար չի տևում։ Ասենք մի ժամ, 2 ժամ անցնում գնա, կամ վիճում ենք ինքը գնում է, միջև գալիս արդեն փողված։ Վիճելու ժամանակ էլ չունես, որ վիճես, ինչի սա էսպես չի, նա այնպես չի։ Էդ է ինքը։ Ինքը շատ է սիրում իր երեխաներին, լավ հայր է, նվիրված, եթե վերջի կրոշն էլ լինի, նա կծախսի երեխաների վրա, չի մտածի, որ իրեն։ Բայց դե դժվարությունը օքսերը ընկնում է այլի այն վրա, որտեղ ինքը տանը չի։ Դա պատճառը։ Առաջինը ցանկանում եմ առողջություն, որտեղ ինքը իր այս հիվանդություն իրան շատ կոտրեց։ Ինքը սենց ժամանակից շուտ չպետք է նստել տանը, էլի։ Ինքը աշխատող ստեղծագործող մարդ էր։ Պարզապես չգիտեմ ինչ է հիվանդությունը իրան լրիվ ուրիշ մարդ զարկեց։ Ինքը չի ուզում անգամ տանից դուրս գա։ Ամենակարևորը առողջություն, երկար կյանք ունենա, առողջ լինի, գոնե այս ապրած տարիները ինքը նորմալ ապրի։ Այսքան անգամ, այսքան տարիների ընթացքում բոլորն ինձ ասել են տիկնոջդ հետ, արիտիկ, ոչ միտեղ չէր գալիս հետս նկարահանման, հիմա նստել ու բամբասում է ինձ ասած։ Բայց լավ բաներ էլ ասած։ Բայց ասեմ ձեզ, այդ հիվանդություն, որ ասում են քաղցկեղ չի, շաքարախտ է։ Պարոն Եղոյան, իրոք պետք է դա բարձրաձայնել, քանի որ ես էլ մի քանի տարի առաջ երբ լսեցի, այնպես միանգամից վախեցանք, որտեղ դուք եք երևի բարդացնում ավելի։ Բարձրացնելը չէ, դրանից հետո սկսեց ճնշման նոպաներ,
5 րոպեում կարող է մի 100-150-ով բարձրանա ճնշումս։ Դրա համար դուրս չեմ գալիս։ Բայց եւի նաեւ հոգեբանորեն, հա, դուք։ Բայց 44 տարի աշխատեցի, հիմա մի 3 տարի է ինքն է աշխատում, մեծ խոսում։ Ըստ ում 65-ից հետո հիմա ինքը Անպայման։ Մենք այս հաղորդումը հենց այդ հույսով ենք սկսել։ Այո։ Որ ինչ, որ եթեր կա։ Որ նոր ծնունդ հերոստատեսային նոր վերադարձ, նոր սկիզբ։ Գիտեք, գաղափարներ շատ կա, օրինակ իմ գործընկերի Էլմիրան, Կարենը գործընկեր, նրանց գլուխներում բազմաթիվ նոր ծրագրեր ու մտահղացումներ կան։ Մի 30-ն էլ իմ գլխում կա։ Հավաքվեք։ Այդ բոլորը Սկսեք։ Հա, բերել, իմի բերել եւ երևի հնարավոր է բազմաթիվ։ Ես մի բան ասեմ, թող չնեղանան շատերը, երրորդ տալիքն ինչ արել է, այսօր հատվածաբար անում են տարբեր ստեղծագործական։ Հենց հասանք հերոստատեսությանը, հայերեն խոսացող DJ, երգիչ, դերասան, ԱՏՍ-ում աշխատող մոնտյոր, ինչպես հասակ հերոստատեսություն։ Փողոցից։ Տիկին Էլմիրային եւ Կարեն Քոչարյանին հետո բախտ ունեցա ճանաչել, սկզբից ուրեմն եսայանց էթիկը կար, երաժշտական խմբագրությունը մեր աշխատում, ինձ հետ էլ հեռախոսային ցանցում կաբելային բաներ, ինժեներ էր։ Դրա համար այնտեղից արդեն գիտեի իրեն։ Պատահաբար իր հետ քայլելիս հեռուստա ռադիո պետկոմի շենքի մոտով Արտակ Արզումանյանին հանդիպեցինք, լուսահոգի Արտակին։ Եվ այդպես սկսվեց, Արտակը իմացավ, որ ահա որ մեծ ֆիլմադարան ունեմ, նույնիսկ ֆիլմեր եմ թարգմանել, մուլտիկներ, եկավ լսեց եւ սկսեց ֆիլմերս հանդիպումով եթեր տալ։ Մի բան պիտի ասեմ, որ գուցե կզարմանաք։ Հերոստատեսությունում հերոստացրագրի սցենարը երբ է գրվում։ Համենայն դեպս նախապես։ Երրորդ տալիքի սցենարը գրվում էր եթերից հետո։ Ծիծաղելի է, չէ՞։ Ինձ թվաց պիտի ասեք գոնե ընթացքում։ Ոչ, եթերից հետո միայն գիշերը կամ հաջորդ օրը, որովհետև չգիտեինք ինչ ենք անելու։ Մենք աշխատում էինք ուղիղ եթերում, եւ ամեն ինչ գալիս էր ռուսերեն մի լավ խոսք կա, սպանտանն է, այսպես անպատրաստի, մի անգամից։ Եվ ինչքան մարդ էր ուրախանում այդ հաղորդումը։ Շաբաթական, գիտեմ, ես դա մի անգամ զգացի, որովհետև շաբաթական մի հայերեն թարգմանած ֆիլմ էի տալիս։ Հետո եկավ այնպեսի մի պահ, որ պատուհանից նայեցի, դե ծառերը կտրել էին լրիվ։ Քաղաքում լույս չկա, բացի մեքենաների լույսերից։ Ասի ում համար եմ տանջվեմ մի շաբաթ, բռնեմ մի հատ ախմախ, շատ ախմախ ֆիլմ կար։ Մոտս այդ տվեցի, ասի դնենք գոնե 3 բառա ժիվոյ եթերում կթարգմանեմ։ Այդ ֆիլմը տվեցին, գնաց, կոչվում էր Ծովային որոնումներ։ Ամբողջ օրս ուղիղ ընթացքում եք թարգման։ Հայ, շատ։ Սինխրոն։ Այդ պետքան, հա բայց մի քանի նախադասություն։ Սինխրոն դուբլաժ։ Վերջը նավով գնում են, պիտի ձուկ բռնեն։ Ուրեմն մի ժամ ու կես գնում են, ժամ 20 րոպե գնում են, վերջի 15 րոպեում ձուկ են բռնում։ Մի ախմախ ֆիլմ, անտանելի։ Վերջը հաջորդ օրը փողոցում ինձ բռնեցին օձիքից, մեռնեմ ջանիդ։ Էդ ինչ արեցիր, ինչ ա եղել։ Ակումուլյատորս 5-րդ հարգեի հանում, 3-րդ տալիք նայեմ, էդ ինչ կինոց։ Այդ օրվանից խելքս գլուխս հավաքեցի եւ միայն լուրջ ֆիլմեր էի թարգմանում։ Իսկ այդ տարիների փառքը, հայտնիությունը չեմ ուզում ասեմ, քանի որ ձեզ այսօր էլ են շատ ճանաչում եւ սիրում, բայց այդ ուշադրության կենտրոնում լինելը կարոտում եք։ Գիտեք չէ, թող չմտածեն այդպես որ չէ, դա հաճելի բան է։ Չխոսանք դրա մասին, դրա նման հաճելի բան կյանքում երևի ինչն է, չգիտեմ, երևի երեխա ունենալը կամ չգիտեմ ինչ որ մի բան։ Դա շատ հաճելի է, բայց հոգնեցուցիչ է։ Դա ոչ միայն դրական բաներ է, լիցքեր է տալիս, նույնիսկ գալիս է ահագին բացասական լիցքեր։ Երբ փողոցում մեկը գալիս եւ քեզ ասում է սոված եմ, մի բան տուր ուտեմ։ Եվ դիմում է անունով։ Անունով, Արտո ջան, Արտավազ ջան։ Մի հատ արիտես երեխեքս ինչ են ուտում։ Իրանք չգիտեին, որ այդ տարիներին նույն վիճակում էր բոլորս ենք եղել։ Ասենք մեկին հագուստ, մեկին միլիցիան բռնե, պիտի փրկես։ Գնում էի հասնում էի միլիցիա, մինչև պետի մոտ, հանում էի միլիցիայից, մյուսին հիվանդանոցում։ Ժամանակ չունեք, թե չէ այնպեսի պատմություններ կան, որ ապշեցուցիչ բաներ։ Չէ, իրոք ժամանակ չունենք, պարոն Եղոյան, անընդհատ այսօր խոսում ենք Կարեն Քոչարյանի եւ Տիկին Էլմիրայի մասին եւ բնականաբար նրանք չէին կարող չլինել մեր եթերում այսօր։ Դիտենք տեսանյութը։ Քելու։
այդ դուետը երեք է ստեղծվեց ժամանակին եւ շատ շահեց հեռուստաէկրանը դրանից։ Ասեմ, որ աշխարհի ամենավատ ընկերն ես, աշխարհի ամենավատ մարդն ես, աշխարհի ամենավատ զավակն ես, աշխարհի ամենավատ հայրն ես եւ ընդհանրապես շատ վատ մարդ ես։ Արտավազդը կարող է, ասենք, ծննդյան օրերին չգալ, չշնորհավորել կամ ինչ-որ ուրախության ժամանակ, բայց որ Աստված հերոպայի ինչ-որ նեղության մեջ ես լինում, միշտ հասնող է։ Մի նախադասությամբ ասած, գիտես այդ բառը շատ եմ սիրում, Չիլավեկ օրկեստր, մարդ նվագախումբ, որը էլեկտրականությունից սկսած, երգելուց, պարելուց, թատրոնում խաղալուց, ժող դերասան Արտավազդ Եղոյան։ Չունենալով ոչ մի կրթություն հեռուստատեսային եւ ընդհանրապես բարձրագույն կրթություն։ Շատ սիրում եմ քեզ Արտո ջան, շատ կարոտում եմ, շատ ամոթ է, որ տենց փակվել ես տան մեջ ու չես գալիս, չես շփվում հետներս, բայց դե այս 25 տարիները թույլ են տալիս, որ ես ամեն ինչը քեզ ասեմ։ Շատ սիրում է բժիշկների Արտոն։ Հիմա դեպի քթիտակցի ծաղում է, բայց իրոք շատ է սիրում բժիշկների եւ դեպք չի եղել, որ ասենք մենք նկարահանենք ինչ-որ բժշկական կենտրոն կամ ինչ-որ հիվանդանոցում նկարահանենք, ինքը չօգտվի առիթից, մի հատ ճնշումը չչափի, մի հատ կարդիոգրամա չանի, մի խոսքով հետազոտվի ամբողջությամբ։ Ասեմ, որ այդքան կենսախինդ, այդքան կյանքը սիրող մարդ լինելով, անընդհատ փնտրում էր պատճառներ, որ իրան շտապ օգնությունով տանեն հիվանդանոց։ Եղել է դեպք, որ հիվանդանոցում պարկել է, նույնիսկ պարկել է գլխավոր բժշկի աշխատասենյակում եւ երբ որ մենք մտանք իրեն այցելության, տեսանք, որ այն սիստեմների, ասենք, մյուս այդ ջերմաչափ, այդ ամենի փոխարեն, ուրեմն այստեղ կախած էր ականջակալներ, այնտեղ մոնիտոր է դրած, այստեղ մագնիտոֆոն է դրած եւ Արտավազդ Եղոյանը պարկած վիճակում թարգմանում է Մայրիկ ֆիլմը։ Հիվանդանոցում։ Ուզում եմ, որ այդ ամեն ինչը մնա 25 տարիների հեռավորությունից ու չտեսնենք, չհիշենք, բայց այդ ամեն ինչի կողքին ինքը շատ լավ ընկեր է, շատ։ Այն ինչ որ սկզբում ասեցի, սաղ ճակերտների մեջ կդնեք, խնդրում եմ։ Ես շնորհավորում եմ, ուզում եմ ասել, որ 65-ը սարսափելի տարիք չի, Արտո, հավատավ։ Դու քո կյանքում այնքան բան ես արել եւ համոզված եմ դեռ կանես, երբեք չընկճվես։ Շնորհավորում եմ։ Հետո ելի կշնորհավորեմ տանը։ Արտո ջան, վստահ եմ, որ գիտես, որ նվեր ունեմ պատրաստած, բայց սա ուրիշ նվեր է, սա անակնկալ է քեզ համար։ Մտքովդ անգամ չի անցնի ինչ է այստեղ։ Ես փոխանցում եմ մեր չքնաղ աղջիկներին, մեր մեջ ասացի, նրանք քեզ կտան այս նվերը իմ կողմից ու խնդրում եմ, ընտանիք վերադարձիր։ Շնորհակալ եմ։ Հուզվեցի շատ, բայց նախապես ասեմ, ոչ թե ես ուզում էի, որ ինձ հիվանդանոց տանեն, ես վատանում էի, ինձ չէին հավատում։ Չէին հավատում, որովհետև ասեմ ինչից եղավ, 95 թվականին 5 շաբաթով պարկացրեցին կարդիոլոգիայի բաժնում։ Դու մի ասի, ենթաստամոքսային գեղձս է շարքից դուրս գալ, դրանք ստենոկարդիա բանարեցին ու սկսեցին անընդհատ նոպա է ունենում, գիտեք ինչի, որովհետև առավոտ շուտ կարակն ու մեղրն ու քաղցր բանը ուտում էի, դու մի ասա շաքար ունեմ, ու վատանում էի, իրանք էլ ծիծաղում էին, չէին հավատում։ Դրա համար եմ վատացել, որտեղ ասես չեմ վատացել։ Նույնիսկ Պավիլոնում բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եւ այլն հենց այնանում կլիպ էին տալիս ու մնգնում էի արդեն շաքարի դիաբետի կրիզից։ Այս մարդը չի սիրում հիվանդանոցներ, արդարացված էր, հասկացանք։ Ես ուզում եմ հիշել ինչ էի անելու։ Նվերը։ Ինչ որ նվեր էիք տալու։ Նվերը։ Տիկին Էլմիրայի նվերը փոխանցեմ ձեզ։ Հա, շնորհակալ։ Տեսեք որն է եւ կարծում եմ հետաքրքիր անակնկալ կլինի ձեզ համար, որովհետեւ դուք այն համարում եք կարծեմ կորած, հա? Ահա։ Եթերից հետո երևի թե չեք տեսել։ Եթե չեք տեսել։ 15 տարի անցել է։ Բավական ժամանակ է անցել։ Մեր հաղորդումներից 1-2-ը Ձեր կորել են։ ծննդյան նվիրված, ձեր 50-ամյակի նվիրված։ Ահա։ Վագոնում։ Եկեք մի փոքր հատված այս պահին դիտենք։ Վագոնում։ Դիտենք։ Մայի գադա մայի։ Բագացտ։ Ասում են, մարդ ինչքան մեծանում է, այնքան վերադառնում է դեպի մանկությունը։ Բարիք է, սա։ 50-ից հետո մարդ ավելի հաճախ է վերհիշում մանկությունն ու պատանեկությունը, չնայած այդ հիշողությունները ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում։
Այսօր դու ամենադժվար պահերին հիշում ես քո արտաշեմ տատի հեքիաթներն ու մանկությանդ երազանքը, հեծանիվն ու հորաքրոջդ նվերը, չուդո ագանյոկ խաղը։ Այսօր համակարգիչների եւ հզոր էլեկտրոնային տեխնիկայի դարում յուրաքանչյուր տարի քո ծննդյան օրը դու սպասում ես, որ որևէ մեկը կրկին քեզ կնվիրի քո մանկության չուդո ագանյոկը։ Ամեն անգամ անցնելով Աբովյան փողոցով դու կարոտով ցույց ես տալիս այն դարպասը, որի վրա ժամանակին աստղ կար, եւ հպարտությամբ ու թախիծով ասում ես. այս բակում է անցել իմ մանկությունը։ Այստեղ էին իմ հեծանիվն ու խաղալիքները, իմ հարազատները եւ ամենաթանկարժեքը, իմ ծնողները։ Դու ծնվեցիր մի գեղեցիկ մամասը ռուսավոր օր։ Սպիտակ սավանը ծածկել էր աշխարհը։ Ջերմակ էր ամեն ինչ։ Քո հոգին էլ էր ջերմակ, ծնվեցիր ջերմակ ու մաքուր անաղարտ հոգով։ Ես ցանկանում եմ, որ որդիս դու քո ամբողջ կյանքը կես դարը ապրել ես, կես դար էլ ապրես ու շարունակես այդպես անաղարտ ու ձյունասպիտակ մնալ։ Հիմա արդեն 50 տարեկան ես դարել։ Այո, 50 տարեկան եւ երկու թորնիկի պապիկ ես։ Կրկին ես տեսնում եմ քո այն սերը դեպի արվեստը, երգը, պարը, նկարահանումները, մոնտաժները, ինչ ասեմ տղա ջան, բարի ցանկություններս քեզ տղա ջան, քո շրջապատի հետ։ Երրորդ ալիքը նորից թող վերականգնի, որտեվ այնտեղ որտեղ որ ես հիմա բնակվում եմ, առավոտ աշխատանքի գնալուց այդ նույն խոսքերը ժողովրդի կողմից լսում եմ, ինչ եղավ երրորդ ալիքը, ինչ եղավ, բարին եք կատարել, լավ գործ եք արել, եւ մեր հայ արվեստի մարդկանց ոնց որ ասած արևերես եք հանում։ Էլ ինչ ասեմ տղա ջան։ Եվ ելի մտովի տեղափոխվում քո բակը, քո փողոցը, քո դպրոցը։ Սակայն ամեն բան դեռ առջևում է։ Ուրեմն վստահ քայլիր դեպի 21-րդ դար։ Ուզվեցի ծնողներիս տեսա, երկուսն էլ արդեն չկա։ Մեզ հետ չեն, բայց միշտ ամեն օր հիշում ու շփվում եմ իրենց հետ։ Եվ տեսանյութն էլ Գոհարն էր հենց պատրաստել կարտել։ Գոհարիկի ձայնն է։ Անճանաչելի էր ձայնը, բայց Իմ Գոհարիկի ձայնն էր։ Այո։ Գուգիկ էի ասում, դունչն էի բռնում այսպես։ պետք է ավարտենք։ Դժվար է, հա։ Ժամանակը մոտենում է ավարտին։ Սիրելի Արտավազդ Եղոյան, ես միայն մի բան կարող եմ ասել։ Դուք դեռ շատ անելիքներ ունեք ու համոզված ենք, հեռուստադիտողը սպասում է ձեզ։ Վերադարձեք։ Էկրան։ Հեռուստա էկրան։ Հույսեր կան։ Գիտեք ինչ, իհարկե կան, որոշ խնդիրներից հետո գուցեև ես ինչ-որ բան իհարկե կանեմ, որովհետև տանը նստած 4 պատի մեջ առավոտից երեկո մինչև մերոնք գալիս են։ Դա ձերը չէ։ Չէ, ինչ-որ տեղ իմն է ինչ առումով խրված եմ մոնտաժի մեջ։ Նյութերի ստուդիա է դրված իմ ննջարանը։ Բայց երրորդ ալիքից հետո գուցե 4-րդ ալիք է։ Գուցե 4-րդ իրոք։ Չէ, ալիքները մի խառն։ Պարոն Եղոյան, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեր ծննդյան օրը։ Սիրելի հեռուստադիտողները, այսօր մեր հյուրի Արտավազդ Եղոյանի 65-ամյակն է եւ հիանալի է, որ հենց այսօր դուք մեզ հետ էիք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թե ձեզ, թե նրանց, ովքեր հայտնվեցին էկրանին, թե նրանց, ովքեր այդ էկրանին հայտնվելու նյութը պատրաստեցին, եւ թե նրանց, ովքեր հենց հիմա նստած վահանակի մոտ կարգավորում են իմ ձայնն ու ձեր ձայնը, պատկերը, եւ նրանց, ովքեր ծափահարեցին, ուզում եմ, որ նրանց կյանքը լինի ուրախ, առողջ, որևէ խոչընդոտ չունենան ճանապարհին։ Երիտասարդներին ուզում եմ, որ այսօրվա մեր հրաշք երիտասարդներին ես միշտ մաղթում եմ, թող անհրաժեշտի պակաս չունենան, ավելորդի ձգտում չունենան։ Այսօրվա համար այսքանը։ Կհանդիպենք։